Վիկտոր Համբարձումյանի պատմել Սահակ Խախանյանը, մյուս կողմում նրա հայրն է համազգաստը և պապը Ասատուն Համբարձումյանը։ Այստեղ մենք տեսնում ենք Վիկտոր Համբարձումյանի ընտանիքը 1903 թվականին համազգաստ Ասատուրի և Գևսիմե Սահակովն է։ Մեջտեղ նկարում տեսնում ենք նրա եղբայրը և քրոջ Գոհարին և Լևոնին։ Այստեղ սովորել Վիկտոր Համբարձումյանը Թբիլիսի գիմնազիայում։ Այստեղ մենք տեսնում ենք Վիկտոր Համբարձումյանի դերակատարությունը։ Լավ, սա մինչև բոլորը ասա։ Վիկտոր Համբարձումյանը 1931-32 թվականները դարձել է Պոլկովյան աստղադատարանի գիտական քարտուղար, 1931-34 թվականները Լենինգրադի պետհամալսարանի դոցենտ, 1932 թվականին տպագրվել է նրա մոլբորաձև միգամածությունների ճառագայթ հավասարակշռության մասին աշխատությունը, 1934-46 թվականները Լենինգրադի պետհամալսարանի աստղաֆիզիկայի անվանի վարիչ է դարձել պրոֆեսոր, 1935 թվականին առանց պաշտպանության շնորհվել է ֆիզմաթեմատիկոսի դոկտորի աստիճանին, 1935 թվականին տպագրվել է տեսակցային արագությունների միջոցով աստղերի տարածական արագությունների բաշխման վերաբերյալ աշխատանքը։ Այստեղ մենք տեսնում ենք Վիկտոր Համբարձումյանին մի խումբ աստղաֆիզիկների հետ Պուլկովեի աստղադիտարանում 1928 թվականին։ Երիտասարդ Համբարձումյանը ուսանելու տարիները։ Բոլորին հանձնարարել է, եթե այդ երեխան բացակայ, մեկն ու մեկը կողմնորոշվում է, կարդում է, իրենց որոշում են։ 1937 թվականին լույս է տեսնում սպիտակթզուկների մասին աշխատանքը։ 1937 թվականին նատուր և աստրոնոմիական հանդեսներում տրվել է գալակտիկայի տարիքի նոր գնահատական բանավեճ Ջինսի հետ։ 1938-ին մշակվել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքներ։ 1939-ին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի խտակից անդամ է դարձել։ 1939-ին տպագրվել է տեսական աստղաֆիզիկա դասագիրքը ռուսերեն լեզվով։ 1939-ին հրապարակվում է միջազգային կլանովի նյութի մասին աշխատանք, 1939-ից 1941-ին Լենինգրադի պետհամալսարանի աստղադիտարանի տնօրեն է դարձել։ Վիկտոր Համբարձումյանը Լենինգրադի մի խումբ աստղադիտների հետ։ Այս տանը ապրել է պատերազմի ժամանակ Վիկտոր Համբարձումյանի ընտանիքը 70-ական թվականներին։ Այստեղ մենք տեսնում ենք անգելին և Հայաստանի 1944 թվականին աշխատանքային կարմիր դրոշի շքանշան է ստացել, 1945 թվականին Լենինի շքանշանն է ստացել, 1946-ից 88 թվականներին Հյուրականի աստղադիտարանի տնօրեն է եղել, 1946 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ է ստացել լույսի ցրման նոր տեսության համար, 1947-ից 49 թվականներին աստղերի էվոլյուցիա և աստղաֆիզիկա աստղասփյուռների հայտնագործումը, 1947 թվականին Գիտության ակադեմիայի նախագահ է եղել, Գիտելիք ընկերության վարչության նախագահ է եղել, 1947 թվականին ամերիկյան աստղագիտական ընկերության պատվավոր անդամ է եղել, 1948-ից 55 թվականների միջազգային աստղագիտական ընկերության փոխնախագահ է եղել, 1950 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ է ստացել աստղասփյուռների հայտնագործման համար։ Այստեղ մենք տեսնում ենք Հյուրականի աստղադիտարանը։
Բյուրականում այս նկարում տեսնում են բյուրականում Վիկտոր Համբարձումյանի գետնը։ Վիկտոր Համբարձումյանը դիտակի մոտ։ Այս դիտակը 1952 թվականին Խսումի հիմնական ակադեմիայի կոսմոգոնիայի հանձնաժողովի նախագահ է եղել, 1953 թվականին անգլիական թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ է եղել, Լիեժի թագավորական ընկերության դրդագիր անդամ է եղել, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է եղել, 1954 թվականին ռադիոգալակտիկների մասին վարկած է գրել, 1955 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ է եղել, 1956 թվականին ավստրիական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է եղել, 1957 թվականին ֆրանսիական աստղագիտական ընկերության Ժանսելի անվան մեդալ է ստացել, գերմանական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է եղել, 1958 թվականին Բոստոնի արվեստների և գիտության ակադեմիայի պատվավոր անդամ է եղել, Լիեժի շքանշան է ստացել, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է եղել։ 1958 թվականին Սոլվեի 15-րդ կոնֆերանսում առաջ է քաշվել գալակտիկաների միջուկների ակտիվության գնահատական։ Այս նկարում են տեսնում են Վիկտոր Համբարձումյանի, Ռասուլ Ռամազանովի և 60-ական թվականներին։ Վիկտոր Համբարձումյանը ընտանիքի հետ 60-ական Վիկտոր Համբարձումյանը 1961 թվականին պատմական դոկտոր է դարձել Ավստրալիայի ազգային համալսարանում։ 1964 թվականին Սոլվեի 13-րդ կոնֆերանսում ձեռքբերել է գալակտիկաների միջուկների ակտիվության մասին։ 1965 թվականին Փարիզի Սորբոնի համալսարանի պատմական դոկտոր է եղել։ 1965-ից 77 թվականներին եղել աստղաֆիզիկա համեսի գլխավոր խմբագիր։ Այնուհետև 1967 թվականին նա դարձել է Լիեժի համալսարանի պատմական դոկտոր, Պրահայի Կարլովի համալսարանի պատմական դոկտոր, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից ակտիվիստ։ Վիկտոր Համբարձումյանը և օրը բյուրականի սիմպոզիումի մասնակիցների հետ 1945 թվականին Վիկտոր Համբարձումյանը դարձել է հայկական սովետական հարագիտանի խմբագրական կոլեգա հրատարակչական խորհրդի անդամ, 1968 թվականին առաջարկվել է բռնկվող աստղերթանյութերի գնահատման եղանակ, 1980 թվականին արժանացել է սոցիալական աշխատանքի հերոս պարգևին, 1962 թվականները դարձել է գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ, 1965 թվականին Բուլղարիայում ստացել է Կիրիլի և Մեթոդիոս Եղասին աստիճանի շքանշան, Լոնդոնի թագավորական ընկերության պատվավոր անդամ և Քեմբրիջի փիլիսոփայական ընկերության պատվավոր անդամ է դարձել, 1970 թվականին դարձել է Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, Սլովակիայի ակադեմիայի ոսկե մեդալ է ստացել և Վավիլովի անդամների Վիկտոր Համբարձումյանի կնոջ հետ։ Այստեղ մի փոքր սպալ է գրված, ոչինչ։ Այստեղ տեսնում են Վիկտոր Համբարձումյանի տղաներին և կողջին։ Ռաֆայելին և Հուլին և Կարինին և Լևին։ 1970 թվականին Վիկտոր Համբարձումյանը դարձել է ՀԽՍՀ պետական մրցանակների կոմիտեի նախագահ, 1971 թվականին նա դարձել է Դանիայի թագավորական ակադեմիայի անդամ, արժանացել է Հելմհոլցի անվան մեդալի, Լոմոնոսովի անվան ոսկե մեդալի, 1973 թվականին դարձել է Շվեդիայի թագավորական ակադեմիայի անդամ, Լեհաստանի ծառայության 3-րդ աստիճանի շքանշանի արժանացել, Տորոն քաղաքի Կոպերնիկոսի անվան համալսարանի պատվավոր դոկտոր է եղել, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է դարձել, 1974 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ է դարձել, Գերմանական բնավորությունների ակադեմիայի Լեոպոլդինա Կոտենյուսի անվան ոսկե մեդալի արժանացել, Լապլատա համալսարանի պատվավոր դոկտոր է դարձել, Կորդոբայի գիտական ակադեմիայի օտարերկրյա անդամ է դարձել, Լենինի անվան շքանշանի արժանացել,